Պարոն Փաշինյան, 2025 թվականի տվյալներով Հայաստան ներկրման ամբողջ ծավալի գրեթե 11.5%-ը մտել է Հայաստան մեղրի անցակետով, բայց այդ ապրանքների 47%-ն է միայն իրանական ծագման, մնացածը ապրանքներ են Չինաստանից, մեքենաներ են, արևային վահանակներ, տեխնիկա եւ այլ ապրանքներ, Հնդկաստանից են ապրանքներ, դեղեր եւ այլն, Արաբական Միացյալ Էմիրություններից ոսկեգործության համար հումքը, այդ ապրանքներ օվկիանոսով, ծովով գալիս են Հորմուզով մտնում են իրանական Բենդեր Աբբաս ու հետո գալիս են Հայաստան, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ գրեթե մի շաբաթ այդ իրանական նավահանգիստների համար փակ է մուտքը այդ Հորմուզի ջրանցքով եւ ինչպես երեք նախագահ Տրամպը հայտարարեց, դեռ այնքան է փակ լինելու, քանի դեռ Թեհրանի հետ 100%-անոց համաձայնագիրը չի կնքվել։ Ինձ հետաքրքիր է Հայաստանի կառավարությունը այդ հեռանկարի համար ունի պլան B, մշակվել են արդյոք ինչ-որ լոգիստիկ ալտերնատիվ երթուղիներ, որպեսզի մենք չունենանք դեֆիցիտ այդ ապրանքախմբերի համար, չունենանք գների աճ եւ եթե որոշ ապրանքներ տարանցիկ էին դիտարկում Հայաստանը, չունենանք մատակարարումների շղթայի խաթարում։ Շնորհակալություն։ Նախ մենք արդեն արտահայտել ենք մեր անհանգստությունը եւ ցավը նախորդող շրջանում տեղի ունեցած իրադարձությունների առումով եւ գոհունակությամբ ենք արձանագրում, որ մեր երկու բարեկամ երկրների Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարծես թե առաջընթացի դինամիկա են ցույց տալիս եւ մենք ընդհակառակը այլընտրանքներ ընդհանուր առմամբ ձևավորում ենք, բայց Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է եւ մենք ընդհակառակը ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել եւ նաեւ այս առումով է շատ կարեւոր TRIP նախագծի իրագործումը, որովհետեւ դրա արդյունքում ուզում եմ հիշեցնել, մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պարագայում Հայաստան ապրանքների ներկրումը եւ Հայաստանից ապրանքների արտահանումը էականորեն կհեշտանա, բայց ձեր հարցի համատեքստում ես ուզում եմ ասել, որ նախորդող շրջանում մենք արդեն ունեինք նոր կապուղի եւ կենտրոնական Ասիայով Չինաստանի հետ մենք երկաթուղային կապ ունենք Չինաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան տարածքով եւ ես ենթադրում եմ, որ այդ կապը բոլոր այն դեպքերում, երբ որ կտեսնեն, որ գործարարները, որ տվյալ ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունով խնդիր կա բերելու, այդ ուղղությամբ կբերեն։ Ընդհանուր առմամբ մենք ինչպես նախորդի առիթ եմ ունեցել ձեզ ասելու, որ մենք նոր չէ, որ այդ թեմաներով զբաղվում ենք, մենք աշխատանքային խումբ դեռևս նախորդ տարի ենք եւ գուցե մի քիչ էլ ավել, որովհետեւ լարվածությունները եղել են եւ որ այդ հարցերով զբաղվել է եւ մենք վստահ ենք, որ ապրանքների դեֆիցիտ մենք չենք ունենա։ Գնաճը ուրիշ խնդիր է, որովհետեւ եթե ծագման կետում այդ ապրանքի գինը աճում է, մենք չենք կարող կամ միջազգային շուկայում ապրանքի գինը աճում է, մեր հնարավորությունները ազդեցության սահմանափակել։ Մատակարարումների առումով այո, այլընտրանքները կան, բայց ես հույս ունեմ նաև եւ համոզված եմ, որ առաջիկայում իրադրության կարգավորման համատեքստում մենք նաև TRIP նախագծի շուտապույտ իրագործում կունենանք, որի արդյունքում նաև Իրան-Հայաստան երկաթուղային կապ կձևավորվի, Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապ կձևավորվի, որը ձեռնտու կլինի բոլորին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Միացյալ Նահանգներին։